ասում, դուք բոլորը տիրազեկված չեք, որովհետև ես կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս եպիսկոպոսած ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանի ծառայքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանք ուժեղացնելը եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Ասեք 374 թվի մասին որ խոսում էի, այդ ամեն ինչ իրականում կապ ունի։ Իմիջիալոց ասեմ, կարող է մի քիչ բան թվա, տենց շատ խորհրդավոր եւ միստիկ թվա, բայց այս պատմությունը հարգելի գործընկերներ, դա ոչ 2 տարվա, ոչ 10 տարվա, ոչ 20 տարվա, ոչ նույնիսկ 50 տարվա պատմություն չէ։ Սա մի պատմություն է, որ ունի մի քանի հանգրվաններ, այդ հանգրվաններից մեկը 374 թվականն է, այդ հանգրվաններից մեկը 1878 թվականն է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը, Բերլինի կոնֆերանսի 61-րդ կետը եւ այլն, այսինքն ստեղ մենք իրականում պատմական ժամանակաշրջանում ենք ապրում եւ շատ կարեւոր է ընդգծել, որ մենք այսօր արդեն 2026 թվականի փետրվարի 13-ին Տիառն ընդառաջի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքը փոխել ենք եւ այն ինչ որ տեղի ունենում հետ փոխելու մասին է խոսքը։ Հիմա դուք երբ որ գնաք, ասենք օրինակ Առաքել Դավրիժեցու պատմությունը կարդաք, կտեսնեք թե ոնց էին այնտեղ կաթողիկոսական աթոռները գողանում, ստեղից տանում, ընդեղից տանում, ստեղից այս մեկը ծախում էր մեկին, այն մեկը ծախում էր մեկին։ Եվ ես ասում եմ, ուզում եմ զգուշացնել նաև Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու եւ շատ կոշտ հակազդեցություն է լինելու եւ ասենք բարերարների Այս վերջերս բան է գնում, հա, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Կոնկրետ ովքեր ստորագրել են այդ նպատակի մեջ են։ Եվ ես ասում եմ որպես մի մարդ, որ իրանցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է եւ մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու։ Թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու։ Հանգիստը դե ամառ հանգստի սեզոնը կարան։ Այդ հանգստի բաներ կարան, այդ ինչա բաներ ուղեգներ կարան ձեռք բերեն հանգստի, բայց դրա համար գիտեն ինչը պիտի ազատեն, որպեսզի հանգստի ուղեգիր ձեռք բերեն։ Թանգարաններին վճարովի լինելուն ես դեմ չեմ, բայց վճարները պետք է արձանագրվեն։ Շողեր կայսյան, ազատությունը, որ մարդը պետք կներեք